Տիկին Մելոյան, կխնդրեմ ձեր գնահատականը, թե մինչև ուր կարող են շարունակվել այս ապօրինի կալանավորումների ընթացքը եւ մենք տեսնում ենք մասնավորաբար Սամվել Կարապետյանի գործով ուղղակիորեն արդեն ժողովուրդը տարբեր հարցեր ունի, հա իրականում ինչ է տեղի ունենում, սա ինչ գործընթաց է, ինչու է կալանավորումը շարունակվում, տնային կալանք բերեցին, բայց խիստ սահմանափակումներով, լավ ինչ են ուզում այս իշխանությունները մեր ազգային բարերարից, խնդրեմ։ Մեր իշխանությունները ուղղակի այս իրավիճակը, հա, ու այն ծայրաստիճան անարդարացի իրականությունը, որում պարոն Կարապետյանը ապօրինաբար ազատազրկված է, քաղաքական բանտարկյալ է, բացառապես խոսում է այս իշխանության վախերի մասին։ Ու ժողովրդի մտահոգությունները լիովին տեղին են, որովհետև այսօրվա իշխանությունները բարձրաստիճան պաշտոնատար անձինք խեղաթյուրում են իրավական գործընթացները։ Օրինակ, հա, ինչ են ասում, վարչապետի մակարդակի պաշտոնի մարդը իրան թույլ է տալիս ասել հեռախոս ուղարկենք, թող կապվի։ Բնավ ձեր հեռախոսին չենք սպասելու, հա, եթե պարոն Կարապետյանի ազատությունը ապօրինաբար սահմանափակված չլինեիք, արդեն իսկ վաղուց նա մեր համաքաղաքացիների հետ կապի մեջ կլիներ, ինչն ինքը միշտ արել է, հա, ու ի տարբերություն ձեզ նա լալահառաջ տեքստերով հանդես չի եկել, հետո լրիվ հակառակ արել, այլ գործ ունենք մեծանուն բարերարի հետ, ով գործի մարդ է եւ իր գործերով է իր անունը վաստակել։ Այսօր հերթական անգամ միջնորդություն է ներկայացվել պարոն Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ, ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ, մենք այստեղ կրկին, հա, հանրային տեսնում եք ինչքան մեծաքանակ մարդիկ են հավաքվել ու մարդկանց մեծաքանակությունը գալիս է մի բանի համար, գալիս է կոչելու, որպեսզի թույլ տան, որ մեր երկրում իրական արդարադատություն իրականացվի, որպեսզի մեր երկրում չեղարկվեն զանգովի արդարադատությունները եւ խմբագրական արդարադատությունները, որովհետեւ կհիշեք, նախորդ անգամ կրկին այս դատանի բակում կանգնած էինք, քննություններ ընթանում նիստերի դահլիճում ու հայկական ժամանակը, որը իշխանական ընտանիքին պատկանող լրատվամիջոց էր, ըստ էության նախնական վերդիկտ տվեց, գրելով, որ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է եւս 2 ամսով։ Ինչ է սա, եթե ոչ թելադրանք ու խմբագրական արդարադատություն։ Արդյոք զանգերի փոխարեն արդեն խմբագրությամբ են թելադրում դատական իշխանությանը եւ խմբագրությամբ են ներաստում դատավորների վրա։ Ես չեմ դադարում լավատես լինել եւ համոզմունք արտահայտել, որ մեր դատական իշխանությունը եւս տեսնում է, որ մենք աննահանջ քայլերով գնում ենք դեպի ուժեղ Հայաստան, իսկ ուժեղ Հայաստանը դա արդար Հայաստանն է, ուժեղ Հայաստանը դա այն միջավայրն է, որտեղ իրավունքը գերակայ է եւ դատավորները գործում են իրենց խղճին եւ օրենքին համապատասխան եւ որևէ պաշտոնատար անձ իրենց թույլ չի տալիս միջամտելու երկրում տեղի ունեցող արդարադատությանը եւ ես լիահույս եմ, որ մեր քաղաքական առաջնորդը այսօր ի վերջո վերականգնելով իրական արդարադատական իրավիճակը դուրս կգա եւ կառաջնորդի մեզ ընտրական պայքարում, որովհետեւ հենց երեք միջազգային կառույցների ներկայացուցիչները ասուլիսում, ովքեր եկել են դիտորդական առաքելություն իրականացնելու եւ իրավիճակը վերահսկելու, ասացին, որ Սամվել Կարապետյանի անազատությունը արդեն իսկ խախտում է ընտրական գործընթացում քաղաքական ուժերի հավասարության իրավիճակը։ Ու եթե այս մեծախոս քաղաքական իշխանությունը իրապես գնում է արդար ընտրությունների, նրանք պարտավոր են ապահովելու օր առաջ Սամվել Կարապետյանի ազատությունը ու խափանման միջոցներից գոնե համեմատաբար ամենաթեթևը կիրարկումը, օրինակ վարչական վերահսկողությունը, որը այս պարագայում եւս տեղին չի, բայց կալանքը եւ տնային կալանքը այս քաղաքական իշխանության համար բացառապես բաժից ներգործության միջոց են եւ կրկին ընդգծում եմ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը գալիս է բացառապես քաղաքական օրակարգ սպասարկելու։ Սամվել Կարապետյանը անազատության մեջ է, բայց այս իշխանությունը դեռևս կռիվ է տալիս, պայքարում է նրա ազատության հետևանքների հետ։ Տեսեք, դուք շատ կարևոր հիշեցում արեցիք, որ միջազգային դիտորդներն անգամ կարծիք էին հայտնել եւ տարբեր կազմակերպություններ են կարծիք հայտնում, բայց այս իշխանությունն անդրդվելի է։
ինչ վստահություն համոզմունք ունեք, որ նրանք ի վերջո կսթափվեն, չգիտեմ, դա հնարավոր է թե ոչ, եւ վախեր չունեք, որ նրանք կարող են իրականացնել Մոլդովա 2-ը։ Բնականաբար վախ չունենք, որովհետև մեզ հետ մեր ժողովուրդն է ու չեք պատկերացնի ինչ քանակի հանրային աջակցություն ենք մենք վայելում։ Այդ մարզային այցելությունների արդյունքում ես վայելում եմ ու տեսնում եմ հանրության վստահությունը Սամվել Կարապետյանին ու հատկապես հուսադրող է եւ ոգեշնչող է մեր երիտասարդության շրջանակում Սամվել Կարապետյանի անձի նկատմամբ այդ մեծ սերը ու տոկոսային հարաբերակցությամբ անգամ վերջին հարցումներն են այդ մասին վկայակոչում, մեր երիտասարդությունը իր համար օրինակ մոդել է գտել, որին պետք է նմանվի։ Եթե նման զարգացումներ տեղի ունեցավ, մենք տեսլական ունենք, ինչպես ենք վերաբերվելու, ինչպիսի վերաբերմունք ու ինչ գործողություն ենք ցուցաբերելու, բայց ընդգծեմ, որ ցանկացած միջամտություն, խոչընդոտ, որի արդյունքում մենք չենք կարողանա ընտրական գործընթացին մասնակցենք, դա ապա լեգիտիմացնելու է տեղի ունեցող ընտրությունները։